Ինչպես հայտնել էինք, այսօր ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք։ Ըստ քննչական կոմիտեի հանցավոր կազմակերպության անդամները Երևանում փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում անշարժ գույքեր են գրավադրել տարբեր առևտրային բանկերում, ստանալով 10 միլիոն եւ ավելի ԱՄՆ դոլարի վարկեր։ Այնուհետև կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք եւ խարդախություն կատարելով ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին եւ մասնակիցներին Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը, հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով։ Իրենց հերթին հանցավոր կազմակերպության մասնակիցները գիտակցելով, որ վերը նշված հողատարածքները ձեռք են բերվել մի շարք հանցանքների կատարման արդյունքում եւ դրանք ունեն հանցավոր ծագում, ի կատարումն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից տրված հանձնարարականների ձեռնամուխն եղել հանցավոր կազմակերպության վերջնական նպատակին հասնելուն։ Նշենք, որ 13 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում տարբեր մեղադրանքներով եւ Արարատ Նյուզի տեղեկություններով Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։